Սիտիչնավա կարմրել։ Սիրելի հետևորդներ, արդեն ժամանակն է որ հանենք։ Այսպես երեքն է կարմրել, ինչպես տեսնում եք։ Բանիբան էլ ավել է կարմրել։ Սեք ինչ լավ է ստացվել։ Մասատել ենք մի կողմի վրա։ Մի քիչ ռուսական յուղ ավելացնենք, հաջորդը պատրաստենք։ Դե արդեն տեսակ ոնց է պատրաստում։ Ողջույն բոլորիդ, իմ սիրելի հետևորդներ, հույսով եմ, որ լավ եք սիրելիներս, շատ ինչքան գիտեմ, ահագին ժամանակ է, որ միասին սուրճ չենք խմել, այսօր որոշել եմ միասին սուրճ խմենք և մտածենք ինչ ենք պատրաստելու այսօր, որ ձեզ գոհացնենք բոլորիդ սիրելիներս, դե գնացինք սուրճը դնելու։ Ասեմ, որ սուրճիս բաժակներ փոխվել է, տեսեք ինչ սիրուն բաժակը, դե ով է նվիրել, իմ աղջիկս։ Սուրճը դրեցի, շաքարավազ չեմ ավելացնում, կարամել ունեմ, կարամելը կօգտագործեմ։ Իմ աղջիկս ասում է, որ մամա ջան, քեզ համար բաժակ եմ բերել, որ սիրուն բաժակով խմես, հետևորդների հետ։ Ապրի իմ աղջիկը միշտ առողջ լինի, գրպանը լիքը լինի, մեկ էլ մամային հիշի, մաման էլ իրանք հիշի, դե մաման չթողնի դեց։ Ախ, մամա ջան, շուշուտ մեր սուրճը եկվի, Ես բաժակը սրղան է, ես տակը դրված է, բայց բաժակը սրղում է վրայում, եսի լավ չէ, դրա համար անդր որդիկ եմ դրել, որ չսրղա։ Սիրելի հետևորդներ ջան, նստենք մեր սուրճը վայել ենք։ Ճիշտ ասած սուրճը պետք է թողնեմ մի քիչ սառի, լավ որ այս կեղծերս չի լավացել, այ հենց այս րոպեին այս ցավը ոնց որ խփի ականջիս։ Ասել են, որ ոչ շատ տաք, ոչ էլ շատ սառը, թթու կծու չօգտագործես, դե դեղերել եմ ընդունում։ Հլա որ թիկս կոլեմ տալի, զգում եմ էլի, որ խանգարում է ինձի։ Սիրելի հետևորդներ ջան, առիթից օգտվելով, ուզում եմ հիշեցնել, ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, խնդրում բաժանորդագրվել, լայքեր, չմոռանալ զանգակ կոճակը, կիսվել ձեր մեկնաբանություններով, սիրելիներս, և մի երկու հատ ինչ որ մի բանի համար էլի խոսեմ, ուրեմն հետևորդներիցս, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ասենք սկսենք, ես ինչ որ պատրաստում եմ,
աչքաչափով չեմ պատրաստում, գրամներով, կշռելով, բաժակը կշռեմ, ալյուրը կշռեմ, այդտեղ չեմ պատրաստում, եթե ասենք հասնում է մի բաժակ ալյուրա, մի բաժակ բանա, կաթա, այդ նույն բաժակով եմ չափում, այդ նույն բաժակով եմ ստանում և ավելի լավ աստացում, քան թե բաժակը կշռեմ, տնամ քանի գրամ է, ինչքան է, չգիտեմ, ալյուրն էլ ընդհանրապես ամեն ինչում ալյուրը չեմ կշռում, ալյուրը պետք է դու ինքդ աչքաչափ ունենաս, ու այդ աչքաչափով լցնես, փափուկ ես ուզում, թող մի քիչ փափուկ լինի, պինդ ես ուզում, մի քիչ ավել ես լցնում, դա սաղ քո մտահաղացումը պետք է լինի, սիրելի հետևորդներ ջան, հետո որ դուք նայում եք, ինձ ասում եք գրիր, փորձին գրի, չէ որ ես որ պատրաստում եմ և ասում եմ, էս ինչ բաներն է օգտագործվում, կարող եք նայելուց տեղը դուք նշել ձեր մոտ ու պատրաստել, ես այդ բոլորից չեմ կարա էլի, որ մեկնաբանությունների մեջ ես այդքանը գրեմ, ոնց որ այդքան ժամանակս չի հերիքում սիրելիներս, ու շատ եղեք ոնց եմ պատրաստում, եթե ձեզ դուր է գալիս, գրեք մի թղթի վրա, օրինակ ես եթե միտեղ ինչ որտեղ նայում եմ, հոլովակ, ինչ որ մի բան ինձ դուր է գալի, ես դա գրում եմ իմ մոտ, գրում եմ, ուշադիր նայում եմ, ոնց է, ինչ է, ոչ մեկս էլ մեր մոր փորում չենք սովորել, բոլորս էլ մեկս մեկից սովորել ենք, դա էլ այդպես, էլ ինչ պետք է ասեի, լավ կամաց սուրճը խմենք, լավոր տաքա, սիրելի հետևորդներ ջան, այն էլ ասեմ, որ բոլորիցդ շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, ձեր սրտիկներ եք դնում, սրտիկների համար եմ շատ շնորհակալ, սիրելի հետևորդներ, իմացեք, որ ես, ոչ թե ես և բոլոր վլոգերները ձեզանով են առաջ գնում, դուք եք մեզի առաջ տանում սիրելիներս, դրա համար շատ շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ։ Դե գիտեք, որ բոլորիդ ես սիրում եմ սիրելիներս, սրանից հետո որոշեցի, որ YouTube-ի գրած անունները էլ ոչ մեկը չասեմ, որտեղ ես էլ եմ պատասխան։ Վատ եմ ուզգում, որ լրիվ նույն անուններն է տալիս, մի երկու անուն փոփոխված, նորից տերում ես հաջորդին դրանք անուններն է նորից գրած, ճիշտ է, լավն է, իմ հետևորդներն են, սիրում եմ իրանց, բայց այն մնացածն էլ ոնց որ վիրավորական լինի, ես էլ լինեմ, կվիրավորվեմ։ Սիրելի հետևորդներ ջան, բոլորիդ ես չզբաղեցնեմ սուրճով, որտեղ իմ սուրճս տաք է, պետք է դանդաղ խմեմ, իսկ ձեզ ասում եմ, որ մի քիչ հետո նորից կհանդիպենք, տեսնենք ինչ եք պատրաստելու սիրելի հետևորդներ։ Ուրեմն սիրելի հետևորդներ, վերցրել եմ 8 հատ նրբերշիկ, աթենքի նրբերշիկն է, ռեկլամ չեմ անում, բայց դե նրանն եմ վերցրել, ստեղ էլ ունեմ 8 հատ, սա էլ ուրիշ բան եմ պատրաստելու, հերթականությամբ, բոլորը հերթականությամբ, եմ այս նրբերշիկը մաքրում եմ, այս վրի ցելոֆանը հանում եմ, այսեց, այս ձևի մաքրում ենք։ Մաքրում եմ ու հետո կասեմ ինչ եմ անելու։
Այսինքն ոչ թե կասեմ, դուք ինքներդ կտեսնեք, որ ինչ է պատրաստում սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, նրբերշիկը մաքրեցի, պատրաստեցի, այս մեկն էլ եմ պատրաստել, էսի ուրիշ հոլովակա լինելու։ Հիմա ինչ ենք անում, հիմա մանրացնում ենք պանիրը, ինչ պանիր ուզում ա լինի, օրինակ ես վերցրել եմ լորի պանիրը։ Տեսեմ, հա, ու շատ լավ էլ ասեմ, որ հալվում ա։ Ու քերիչով անց ենք կացնում։ Սիրելի հետևորդներ ջան, ձեզ չհոգնացնեմ, նորից կմիանանք։ Պանիրներ մանրացրեցի, մնացածը։ Սիրելի հետևորդներ ջան, նրբերշիկը ունենք, մանրացած պանիրը ունենք, այս մեր հարևանս չա անում գլխներիս։ Լավաշը ունեմ, սիրելիներս։ Ուրեմն ինչ ենք անում։ Մի հատ նրբերշիկը դնում ենք լավաշի մեջ։ Սպասես կանեմ։ Դնում ենք լավաշի մեջ։ Մի քիչ լավաշը լայմոտ է, բայց ոչինչ։ Ու մանրացրած պանիրից լցնում ենք կողքը։ Եվ փաթաթում ենք։ Օյ։ Որդերից թափվում է, բայց և ոչինչ։ Տնենք աստեղ։ Հետո ես մեկի մեջ ենք փաթաթում։ Մոռացել էի ձեռքով էի դնում։ Որ ասում ա, հայն ասում ա, թուրքն ասում ա, հայի եդի խելքը իմստ էր։ Մեր գյուղում այդպես էին ասում։ Այսպես և փաթաթում ենք։ Դե այս եզրերից բռնում ենք։ Ասենք շատ է հաս լինում, կարենք լավաշը կտրենք։ Ճիշտ է, այն մեկը մեծությամբ փաթաթեցի, այն էլ կարամ կտրեմ, որտեղ լավաշը շատ է լինում, հարկավոր չի կա։ Էսի շատ փաթաթվեց, կարող եմ կտրել այս չափս։ Չնայած չի խանգարում, ավելի լավ, շուտ կկշտանա։ Էս է, ես կարամ երկուսը միացնեմ իրար, վրա տեսնենք կստացվի։ Էլի պանիրը լցնենք։ Ինչքան ցանկանում եք, այնքան էլ լցրեք։ Հա, եղավ երկու լավաշի կտորները փաթաթեցի, կպցրի իրար փաթաթեցի։ Իսկ կողքերանքից էլ մի քիչ սխմեք, որ չթափվի, միջև որ դնենք արդեն ինքը եփվի, ինքը հալվելու է, էլ չի թափվի կողքերանքից։ Նավի մեկ լավաշի որ կողմն ախում, այս կողմը թխված է, չէ, այս կողմը մի քիչ այդքան չէ, ուրեմն այս թխվածի վրա ենք դնում։ Հետովրապես տնամ ինչքան եմ լստում, 1, 2,
3 3 թեյի գտալ երեք Արդեն բարձ եղավ սիրելի հետևորդներ ջան, արդեն ձեզ չձանձրացնեմ, ուրեմն սիրելի հետևորդներ, փաթաթեցինք, վերջացրեցինք, ես ավելի կդնեմ մի կողմի վրա, հիմա կհանեմ կան, միացնենք, կհանա մի քիչ էլ բուսական յուղ ենք ավելացնում, չմոռանանք ամենակարևորը, զում, երկու հատ ձու եմ ջարդելու, բայց եթե քչություն անի, էլի կջարդեմ։ Կիսրատակը ցածրացնենք։ Թող դանդաղումը տաքանա։ Թվում է մի հատ էլ պետք։ Երրորդ ձուն էլ ենք ջարդում։ Ավելացնում ենք կարմիր պղպեղ։ Դիսերտնի գթար և սև պղպեղ։ Եվ աղ մի քիչ էլ։ Լավ խփում ենք։ Սենց լավ խփում ենք։ Խփում ենք, բոլորը միաձուլվի։ Մեր հարևաններն են, ինձ լիքին եղանակ։ Ամբողջ օրը մեր գլխին սենց են անում։ Ինչքան խառնվեց, անձվի հետ դժվար է խառնվում։ Թեժացել է արդեն, ուրեմն երևի ստեղ դնեմ,
ավելի մոտ այստեղ։ Հիմա թաթախում ենք ձվի մեջ։ Այս տեսակ թաթախում ենք ձվի մեջ ու դնում ենք, որ տապակվի։ Այսպես հերթականությամբ ձվի մեջ թաթախում ենք և դնում ենք։ Այս մի հատ էլ դնենք։ Իսկ երկու ձուր երևի հերիք էր, երրորդը ավելորդ էր։ Սեր հետևորդներ բերանը փակում ենք, որ պանիրը հալվի, տաքանա և հալվի։ Սեր այսպես։ Սիրելի հետևորդներ, տեսեք, ինքը եփվում է։ Ահա սիրելի հետևորդներ, ոնց որ իրարից կպած է, այդ իրարից հեռացնենք։ Դե գիտեք, չէ, ձուն ա կպցրել իրար։ Իրար կպնելու հատկություն չունի։ Դե հիմա շուր եք տալիս։ Տեսեք ինչ լավ ա կարմրել։ Սա կոչվում է հանդոնդուղ։ Հանդոնդուղ կարող եք պատրաստել նախաճաշի համար, ոնց ցանկանաք։ Տեսեք ինչ լավ ա կարմրել։ Ուղից փակում ենք բերանը, որ պանիրը հալվի։ Դե սպասենք։ Սիրելի հետևորդներ, քանի որ տաք է, ուզում եմ կտրեմ տեսնենք։ Պանիրը տեսնում եք ոնց է հալվել։ Ինքը որ չորանա, լավ խրթխրթա, հոնդուկներ ա լինելու։ Չեք պատկերացնի ինչքան համով է։ Վերջին եզրել եմ, որ արդեն լինի, դե տատեսակ, որ իր ձևի է, ոնց է, եթե սիրելիներս այս տարբերակը ձեզ դուր եկա, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում սիրելիներս, ուզում եմ հիշացնել, ովքեր առաջին անգամ են դիտում իմ ալիքը, խնդրում բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, կիսվել ձեր մեկնաբանություններով։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, սիրելիներս։